Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք խորագրով համաժողովին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի Հանրապետությունում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է եւ հետեւաբար ժողովուրդը պետք է նաեւ հնարավորություն ունենա հասկանալու, թե ինչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպես են այդ ինստիտուտները աշխատում, ինչ նպատակ են հետապնդում եւ ինչ արդյունք գեներացնում։ Դատական մարմինների անկախության խնդիրը նույնպես ֆունդամենտալ խնդիր է, որովհետև հասկանալիորեն այդ հարցը բարձրացվելիս խոսվում է կառավարությունից, իշխանությունից անկախության մասին, որը անառարկելի օրակարգ է։ Բայց մենք համոզված ենք, որ երբ որ կառավարությունից անկախ է այդ համակարգը, ուրիշ որևէ տեղից կախված չի այդ համակարգը։ Որն է այդ համոզմունքը, այդ մեխանիզմը որն է, որը մեզ պետք է տա այդ համոզմունքը, որ այո, մենք ունենք անկախ դատական համակարգ։ Մյուս կողմից կարող է արդյոք երկրում ինչքան անկախ կարող է լինել դատական համակարգը ժողովրդից սահմանադրից։ Որն է այդ անկախության մեխանիզմը, որովհետև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում իշխանության միայն մի աղբյուր կա, եւ այդ աղբյուրը ժողովուրդն է եւ հետեւաբար ժողովուրդը պետք է նաեւ հնարավորություն ունենա հասկանալ ինչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպես են այդ ինստիտուտները աշխատում, ինչ նպատակ են հետապնդում, ինչ արդյունք են գեներացնում եւ սրանք հարցեր են, որոնց կարծում եմ նույնպես պատասխան պիտի տրվի։ Չնայած ընդհանուր առմամբ ես խոսեցի կառուցակարգերի մասին, ես կարծում եմ, որ ընդհանրապես ճեղք կա ժողովրդի եւ իրավակարգի միջեւ։ Այսինքն Հայաստանում հաստատված իրավակարգի եւ ժողովրդի միջեւ, ու իմ գնահատականը եղել է եւ շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը կախված է եւ կապված է նաեւ նրա հետ, որ ըստ էության բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում եւ համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված արդյունքները սահմանադրական հանրաքվեների չեն արտահայտում ժողովրդի կամքը կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Ես դրա մասին շատ խոսում եմ հիմա տարբեր տեղերում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ներկայացնելիս, որով բնականաբար չեմ ծանրաբեռնի այսօր ձեզ, բայց սա նույնպես շատ կարևոր նրբություն է եւ ես այստեղ ֆունդամենտալ խորը խնդիր եմ տեսնում նաեւ նրանում, որ ժողովրդի եւ իրավակարգի երկրում հաստատված իրավակարգի մեջ օրգանական կապի խնդիր ունենք մենք։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստոս Սոֆիանապուլոսին։ Քննարկվել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Երևանի ավականին հերթական նիստն է գումարել։ Նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանը իր դիմումի համաձայն դադարեցրել է ավականու անդամի լիազորությունները։ Ավականու անդամի մանդատը տրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ տեխնացու Արևիկ Լեջյանցին։ Այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության ինստիտուտում հարկապատմական վկայությունները համալրվել են։ Թանգարանին է հանձնվել Սողոմոն Թեղլերյանի ձեռագիր օրագրությունը շուրջ 59 բնօրինակ լուսանկարներ, Մուսալ ինքնապաշտպանությունների հետ կապված 1920-ականների Ղազիրի որբանոցում գործված գորգ եւ այլ կարևոր նմուշներ։ Այս տարի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունները կլինեն ինչպես մարզերում, այնպես էլ արտերկրում։ Բացի նմուշներից նախորդ տարվանից Թանգարան ինստիտուտը նոր ուղղություն է գործնեության որդեգրել, դա արխիվային նյութերի հավաքագրումն է եւ այս ուղղությամբ առանց խորանալու թե որ երկրներից են հավաքագրվել նյութերը, ասեմ, որ մոտ 50,000 արխիվային նյութ ենք արդեն կարողացել ձեռք բերել, ինչը խիստ կարևոր է մեր գիտական գործնեության ծավալման, ընդլայնման առումով։ Ժամը 3-ին Հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտում կբացվի ժամանակավոր
գլխավոր ցուցադրություն հետևյալ վերնագրով փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները իր ծավալով, խորությամբ եւ բնույթով ցուցադրությունը եզակի է լինելու, քանի որ ինչպես արդեն նշվեց, նվիրված է տարելիցին եւ մակերեսի առումով եւ նաեւ նյութի առումով որոշեցինք, որ քանի որ նշելու ենք 110-րդ տարելիցը հայոց ցեղասպանության, այն նյութը, որը պետք է այս անգամ ցուցադրվի, պետք է տարբերվի մեր նախորդ ցուցադրություններից եւ անդրադառնալու ենք բոլոր այն մարդկանց, դիվանագետներ, միսիոներներ, լրագրողներ, ովքեր որ Օսմանյան կայսրությունում էին հայոց ցեղասպանության տարիներին եւ ինչ որ ձևով հուշերի միջոցով իրենց լրագրողական հետաքննությունների, վիդեոնյութերի, լուսանկարների միջոցով փաստագրում էին հանցագործությունը։ Նաեւ անդրադարձել ենք Կոստանդնուպոլյան դատավարություններին, որով որ ցույց ենք տալիս, որ Օսմանյան կայսրությունը հենց առաջին պետությունն էր, ով հենց իրավական դատական process-ների միջոցով ճանաչեց հայոց ցեղասպանությունը, բացի Երևանում հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվող ցուցադրությունից ասեմ, որ նախաձեռնել ենք նաև մի շարք ցուցադրություններ այլ երկրներում, արդեն դրանցից մի քանիսը տեղի են ունեցել, արդեն Բուխարեստում ունեցանք հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի կողմից պատրաստված ցուցադրության բացումը նվիրված ցեղասպանության ժամանակ հայ կանանց փորձառություններին, ապրիլի 23-ին եւ 24-ին Մոսկվայում եւ Լենինգրադում կունենանք մեր ինստիտուտի կողմից պատրաստված երկու ցուցադրություններ պաշտոնական բացումները, պաշտոնական բացումներ կլինեն նաև Լեհաստանում եւ եվրոպական այլ երկրներում։ Մենք դեռևս նախորդ տարի նախաձեռնել էինք հատուկ ցուցադրության նախապատրաստում, որը որ առաջարկեցինք մեր ներկայացուցչություններին, արտասահմանում գտնվող եւ այնտեղից արձագանքներ եղան եւ այս տարվա ապրիլի ընթացքում այդ ցուցադրությունները բոլորը կլինեն։ Եվ ի տարբերություն մյուս տարիների, այս անգամ նաև ցուցադրություններ ունենք այս պահին արդեն հաստատված Գյումրիում եւ Աբովյան քաղաքում, ապրիլի 29-ին Աբովյանում կբացվի մի կտավի պատմություն մեր ցուցադրությունը, որը նորից կանանց փորձառությունների մասին է ցեղասպանության շրջանում եւ մեր նախորդ տարվա ցուցադրությունը, որ բացել էինք հայ կինը ցեղասպանության զոհ եւ հերոս, ապրիլի 30-ին ցուցադրության պաշտոնական բացումը տեղի կունենա Գյումրիում։ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 24-ին ժամը 8:30-ից մինչև 22-ը կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը Հրազդան մարզադաշտին հարող տարածքից հետևյալ երթուղիներով։ Համար 1 երթուղի Հրազդան մարզադաշտ, Աթենքի փողոց, Հաղթանակի կամուրջ, Արգիշտի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ, մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարան։ Հետադարձը Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներ, Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոց, Հրազդան մարզադաշտ։ Համար 2 երթուղի Հրազդան մարզադաշտ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոպոլիտենի բարեկամություն կայարան։ Հետադարձը նույն ուղեգծով։ Սուրբ Զատկի տոնակատարությունները Երուսաղեմում տհաճ իրադարձություններով են ուղեկցվել։ Աստծո հարության տաճարում միջադեպ է տեղի ունեցել հայ հավատացյալների եւ իսրայելցի ոստիկանների միջև։ Թեմայի շուրջ Վահագն Հակոբյանը զրուցել է Արտեմ Երկանյանի հետ։ Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին Զատկին նախորդող ավագ շաբաթ օրը, երբ Երուսաղեմի Աստծո հարության տաճարում տեղի է ունենում քրիստոնեական աշխարհի կարևորագույն ծիսակատարություններից մեկը՝ կենարար լույսի այդ դուրս բերման արարողությունը։ Նախ Իսրայելի ոստիկանությունը խստորեն սահմանափակել էր այդ ծեսին մասնակցող մարդկանց իրավունքը, դեպի տաճար տանող ճանապարհներին անցակետեր էին դրված, որոնցում զինված ոստիկանները ստուգում էին ուխտավորների փաստաթղթերը եւ որոշում ում կարել, ում արժի թողնել, իսկ ում ոչ, առանց որևէ պատճառաբանության։ 3 դավանանքների ներկայացուցիչները, որոնք ներկայացված են Երուսաղեմում, համարում էին, որ այս միջոցառումները անհիմն են եւ չափից դուրս խիստ։ Եթե սովորաբար մինչեւ 10,000 մարդ էր մասնակցում այդ արարողությանը, ապա այս անգամ Երուսաղեմի ոստիկանությունը որոշել էր, որ ընդամենը 1800 հոգի պետք է ներկա լինի։ Նաեւ հայկական թաղամասում եւս տասնյակ ոստիկաններ էին զինված եւ դա նույնպես սադրիչ տպավորություն էր թողնում, բայց
ինքը միջադեպը տեղի ունեցավ հենց Աստծո հարության տաճարի ներսում։ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ականատեսերից մեկի հետ, ով պատմեց հետևյալը. իսրայելացի զինված ոստիկանը ոտքերով կանգնել էր օծման քարի վրա, դա այն քարն է, որի վրա Հիսուսին խաչից հանելուց հետո մաքրել են յուղերով, այսինքն քրիստոնեական աշխարհի համար դա կարևորագույն սրբավայրերից մեկն է։ Աստծո հարության տաճարում դա իր նշանակությամբ երրորդ սրբավայրն է Աստծո գերեզմանից եւ Գողգոթայից հետո։ Հայ երիտասարդներից մեկը դիտողություն էր արել ոստիկանին, պարզաբանելով, որ սա սրբություն է եւ չի կարելի ոտքերով տրորինել այն։ Ոստիկանը կարծես հարգել էր այդ խնդրանքը, իջել էր քարից, բայց դրանից հետո անհիմն մեղադրանքներ էր սկսել ներկայացնել այդ երիտասարդին։ Արդյունքում այսպես վեճ էր տեղի ունեցել, որը անցել էր բախման, երիտասարդի եղբայրն էր այնտեղ ներկա, նույնպես մասնակցել էր եւ իսրայելացի ոստիկանները պարզապես ուժ կիրառելով երկու հայ երիտասարդների դուրս են հանել եկեղեցուց։ Նրանց չեն ձերբակալել, բայց ուժ են կիրառել եւ այս կիրառած ուժը որևէ կերպ չի կարող արդարացված լինել։ Եվ հիմա հայ համայնքում քննարկում են, թե արդյոք պետք է բողոքարկել իսրայելացի ոստիկանների գործողությունները։ Բայց այնինչ տեղի է ունեցել հայերի նկատմամբ պարզապես շատ մանր միջադեպ է համեմատած նրա հետ, թե ինչ է եղել հույն եւ պաղեստինցի ուղղափառների նկատմամբ։ Նրանցից շատերին պարզապես ծեծի են ենթարկել հենց Աստծո հարության տաճարի ներսում եւ անգամ կա տեսանյութ, թե ինչպես են մահակներով ծեծում հավատացյալ քրիստոնյաներին այն բանի համար, որ նրանք ցանկանում են ընդամենը մասնակցել եւ ականատես լինել այդ ծիսակատարությանը։ Տեսանյութ է տարածվել նաեւ, որում երևում է, թե ինչպես է զինված ոստիկանը ատրճանակը հանում եւ ուղում դեպի հավատացյալների մեկի ճակատը։ Եվ հարյուրավոր հավատացյալներ ուժի կիրառմամբ դուրս են հանվել Աստծո հարության տաճարից եւ տեսանյութից դատելով կարող ենք հասկանալ, որ դրանց թվում է եղել է նաեւ մեկ հոգեվորական եւ Վատիկանի դեսպանը։ Արդյոք իսկ ինչպիսի միջազգային արձագանք է եղել։ Դե Իսրայելի ոստիկանությունը պարզաբանել է նշելով, որ այդ անվտանգության միջոցառումները նպատակ ունեին հենց ուխտավորների անվտանգությունը ապահովելու եւ որևէ այլ միտում այստեղ չի եղել։ Բնական է, որ արաբական երկրները փորձել են քաղաքականացնել այս միջադեպերը, օգտագործելով դրանք Իսրայելի դեմ։ Պաղեստինի արտգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որակելով հայերի եւ մյուս քրիստոնյաների դեմ Իսրայելի ոստիկանության գործողությունները որպես ռասիզմ, խտրականություն եւ կրոնի ազատության սահմանափակում։ Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ որոշ այլ արաբական երկրներ, մասնավորապես Միավորված Արաբական Էմիրությունները, նույնպես դատապարտել են Իսրայելի ոստիկանության այս քայլերը։ Իսրայելում շատերը նույնպես դատապարտում են, օրինակ համարելով, որ անհամաչափ էր ուժի կիրառումը եւ նաեւ հենց իսրայելական լրատվամիջոցներն են տարածել այն տեսանյութերը, որոնց մասին քիչ առաջ ասացի։ Ոնց հասկացա, Իսրայելի հասարակությունը նույնպես չի ողջունում այսպիսի գործողությունները։ Իսկ ինչի համար են Իսրայելի իշխանությունների այս խստացումները։ Պատահական չէ, կարծում եմ այն, որ անվտանգության այսպիսի միջոցառումները ավելի են խստացել այն բանից հետո, երբ մի շարք քրիստոնեական եվրոպական պետություններ ճանաչեցին Պաղեստինի անկախությունը եւ այդ պետությունների թվում էր նաեւ Հայաստանը։ Հավանաբար այսպիսի քայլերով Իսրայելը փորձում է ցույց տալ քրիստոնյաներին, համենայն դեպս Երուսաղեմում ապրող քրիստոնյաներին, իրենց խոցելիության աստիճանը եւ նաեւ ինչ որ այսպես ազդակ է ուղղված քրիստոնեական աշխարհին, որ չարժի այսպես բացահայտ պաշտպանել պաղեստինցի արաբների իրավունքները։ Օրինակ Վատիկանը բազմիցս դատապարտել է Գազայում Իսրայելի իշխանությունների անհամաչափ ուժի կիրառումը։ Ես կարծում եմ, որ մեկը մյուսի հետ այնուամենայնիվ ինչ որ չափով
կապ ունի եւ կարծում եմ այս համատեքստում արժի նաեւ դիտարկել այն, որ Իսրայելի իշխանությունները այս անգամ ել ավելի կոշտ են դրել հայկական եւ մյուս քրիստոնեական համայնքների արչեւ մունիցիպալ հարկ վճարելու պահանջը։ Այդ հարկի վճարելու պահանջը հակասում է այսպես կոչված ստատուս կվոին, որի համաձայն քրիստոնյաները ազատված են հարկերից, բայց Իսրայելի իշխանությունները վերջերս կրկին պահանջ են ներկայացրել այդ հարկը վճարելու, հաշվարկելով վերջին տասնամյակների ընթացքում գրեթե 7 միլիոն դոլարի պարտք է իբրև թե հայոց պատրիարքությունը, Իսրայելի կառավարությունը։ Այս բոլոր գործողությունները կարծում եմ արժի դիտարկել նույն համատեքստում։ Շնորհակալություն Մարտին։ Վատիկանը հրապարակել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հոգևոր կտակը։ Դրանում Ֆրանցիսկոսը խնդրում է, որպեսզի իր մարմինը թաղվի Հռոմի Սուրբ Մարիա Մաջորե պապական բազիլիկայում։ Պապը նաև խնդրել է, որ իր գերեզմանը պատրաստվի Պաուլինայի և Սֆորցիայի մատուռների միջով անցնող կողային միջանցքի թաղման խորշում։ Գերեզմանը պետք է լինի հողում, հասարակ, առանց զարդարանքների, միակ Ֆրանցիսկոս։ Նա ընդգծել է, որ թաղման ծախսերը պիտի ծածկվեն բարերարի կողմից փոխանցված գումարով, որը Ֆրանցիսկոսը նախորդ փոխանցել է բազիլիկային։ Վատիկանից նշել են, որ Պապը կտակը կազմել է 2022 թվականի հունիսի 29-ին։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սրտի անբավարարությունից։ Ֆրանցիսկոս Պապը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին։ Հարվարդի համալսարանը դատական հայց է ներկայացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ 2.2 միլիարդ դոլար պետական ֆինանսավորման արգելափակման պատճառով։ Համալսարանը մեղադրում է երկրի ղեկավարությանը անօրինական ու հակասահմանադրական արշավ մղելու մեջ։ Համալսարանը կարծում է, որ ֆինանսավորման չեղարկումը նպատակ ունի ստիպել հաստատությանը փոխել կառավարման համակարգը, վերանայել իր ակադեմիական ծրագրերը եւ զբաղվածության պրակտիկան։ Համալսարանում կարծում են, որ դա հակասում է սահմանադրության առաջին ուղմանը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը։ Համալսարանը զգուշացրել է նաև, որ պետական ֆինանսավորման կորուստը բացասաբար կանդրադառնա բժշկական հետազոտությունների և նոր դեղամիջոցների մշակման վրա։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։